Մենք շարունակենք մեր եթերը եւ ասենք, որ մեր հյուրերն արդեն տաղավարում են, նրանք վերադարձել են 17 մեդալով։ Իսկ ուի Համբարձումյանի թիմը զարմացրել է մասնակիցների եւ ժյուրիին քաղցր շաքարային ծաղիկներով եւ հետաքրքիր այլ ուտեստներով։ Մեր տաղավարում են Իսկուհի Համբարձումյանը, Սպարտակ Նազարյանը, Սերոբ Արաքելյանը, Վանուհի Սարգսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Իսկուհի վերադարձել եք մրցույթից, այն էլ այսպիսի հիանալի մրցույթից, ինչպես ասում են խոհարարական ասպարեզում, սա կարծես թե Օսկարը լինի այս մրցույթը։ Պատմեք, թե ինչ մրցույթի եք մասնակցել եւ ինչ թիմով։ Այս անգամ մասնակցեցինք Խորվաթիայի խոհարարական գավաթ մրցույթում վաքսի ներքո, համաշխարհային կուլինարիայի ասոցիացիայի ներքո, որտեղ մասնակցում էին երևի թե 20 երկրներից ավել, այնտեղ մենք հանդես եկանք եւ խոհարարությամբ, եւ հրուշակագործությամբ։ Ես ամեն տարի հրուշակագործության արվեստ եմ ներկայացնում աշխարհի բոլոր պատվավոր առաջնություններում։ Այս անգամ եւ հրուշակագործություն ինձ միացան Հայաստանի խոհարարները, 3 խոհարարներ, որոնք փայլուն հանդես եկան եւ մեր երագույնը պատվով բարձրացրեցինք։ Մեր խոհարարներից Տիգրան Մարտիրոսյանը այստեղ չէ, քանի որ 4 հոգու էին հրավիրել։ Քանի որ մենք այլևս տեղ չունենք, այո։ Եվ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունից խոհարարների եմ տարել եւ շնորհակալ եմ նրանց, որ վստահեցին ինձ եւ մենք եկել ենք փայլուն հաղթանակով։ Ինչպես տեսնում եք, բոլորը կրում են իրենց մեդալները։ Եվ Վանուհին 2 հոգու չեն կարողացել հրուշակագործների տանել, բայց նրանց աշխատանքներն են տարել։ Իմ բազմակի չեմպիոն Հերմինե Լազարյանի, մյուս բազմակի չեմպիոն Լյուդմիլա Ղամբարյանի եւ ինչպես նաեւ ես ինձ եթե նորից կարողանամ խոսել մասնակցեցի, քանի որ ես ժյուրի հանձնաժողովում էի եւ ստացա ժյուրի տիտղոս համաշխարհային։ Դա մեծ պարգև էր ինձ համար, բայց ինձ ասացին, եթե դու իմ շաքարային ծաղիկների կոմպոզիցիան պետք է նվիրեի նախագահին Զագրեբի, հա, եւ ասացին, որ թույլ ենք տալի մասնակցել արտ կլասի ստուգարքը դուք չեք կարող անցկացնել, քանի որ դուք կունենաք մասնակցություն եւ ստացա ոսկե մեդալ եւ պատվավոր ժյուրիի մեդալ, նույնպես տիտղոս։ Շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Իսկ ընդհանուր խմբային աշխատանքներ իրականացրել եք, թե յուրաքանչյուրը անհատական մասնակցություն եք ունեցել։ Յուրաքանչյուրս անհատական մասնակցություն ենք ունեցել, մաստեր կլասներ ենք ունեցել, խոհարարները եւ անհատական 3 նոմինացիա, թիմային աշխատանք, կարելի ասել գերեցին բոլոր ժյուրիի անձնակազմին, իրենց ակտիվ մասնակցությամբ եւ համով եւ գեղեցկությամբ եւ ես եւ Վանուհին ունեցանք մաստեր կլաս, նա մի փոքր թզուկ էր պատրաստել, ես իմ հալվան, որ այսօր կփորձեք սուրճի ժամանակ, շնորհակալություն։ Իմ այսպես ասած հեղինակային աշխատանքը։ Ավելուկը։ Ավելուկը դե արդեն դուք ասեք։ Ավելուկից խոսենք, շատ լավ թեմա։ Ինչ եք պատրաստել։ Բարի լույս բոլորին։ Ուրեմն մրցույթին մասնակցել եմ մեծ ոգևորությամբ ու այստեղից տպավորություններով եմ գնացել ու երազանքներով, որ ներկայացնեմ իմ հայկականը, իմ հայեցին, իմ ազգայինը։ Խնդրեցի, որ ինձ տրամադրեն ժամեր, որ ես անցկացնեմ վարպետաց դասեր ավելուկի պատրաստման, հետս տարել էի ավելուկ հայկական, Իջևանի սարերից հավաքված եւ պատրաստեցի ամբողջ այդ զալով իրանց ասենց գերում էր այդ ավելուկի հոտը, հետս տարել էի նաեւ նվիրեցի մնացած ժյուրի անդամներին, ցույց տվեցի ինչպես պատրաստեն։ Իսկ մեզ կպատմեք, թե ինչպես պատրաստել ավելուկը, որպեսզի այդքան համեղ ստացվի, հասկանում եմ, որ պրակտիկորեն պետք է տեսնենք, բայց բաղադրատոմսը կարող եք ներկայացնել այս պահին։ Իհարկե, այս պահին հնարավոր չէ, քանի որ ձեր եթերաժամը այդքան չի երիքի, քանի որ բավական է։ Մի երկու գաղտնիք գոնե բացեք, այսօր երեկոյան մենք տանը ավելուկ կպատրաստենք։
այդպիսի ֆորմատ, ինչու՞ չէ։ Ինչով եք համեմում լավ ավելուկը, ինչի հետ եք համադրում, որ այդքան համեղ է ստացվում։ Ավելուկը ունի հենց ինքը սպეციფიկ համ, որը որ պետք չէ այլ բաների հետ համադրել, հիմնականում սխտոր եւ սոխարած։ Եվ կարակով պարտադիր։ Ես կարծում որ գաղտնիքներ չբացեցիք։ Ինչպես նաև հետը պատրաստել եմ հեղինակային անկույզի մածուկ, որը որ մատուցվում էր ավելուկը եւ դրանով շատ համեղ է։ Եթե կցանկանաք, հետագայում բաղադրատոմսով անպայման կդիսվի։ Շնորհակալ կլինենք։ Վանի դուք ինչ եք պատրաստել։ Բարի լույս նորից։ Բարի լույս։ Ես պատրաստել եմ ազատության վերջին փետուրը։ Նախ էսքիզավորել եմ, ես նաև մասնագիտությամբ արվեստագետ եմ, նախ ինչ որ բան պատրաստելը ես էսքիզավորում եմ, նոր կյանքի եմ կոչում։ Այդ էսքիզը նախ ասեմ Խորվաթիայում կա մի առասպել, այդ առասպելի հիման վրա եմ ես էսքիզավորել, նոր իրագործել, տիկին Իսկուհու խորհրդատվությամբ իհարկե։ Եթե կցանկանաք ընդհանուր առասպելը կարող եմ ասել ինչի մասին է։ 16-րդ դարում Դյուրջևաց քաղաքը, Խորվաթիայի քաղաքներից է, շրջափակված էր եւ Օսմանյան կայսրությունը հարձակում էր գործում։ Մի կին խորհուրդ տվեց, որ վերջին աքաղաղին կրակեն եւ թշնամուն ցույց տան, որ իրենց պաշարները դեռևս չի վերջացել։ Թշնամին այդ տեսնելով վախենում է եւ հետ է նահանջում։ Եվ աքաղաղը խորհրդանշում է որպես հաղթանակի սիմվոլ։ Ես այդ առասպելի հիման վրա փորձել եմ պատրաստել իմ տորթը, որով ստացել եմ ոսկե մեդալ առաջին տեղ։ Շնորհավորում ենք ձեզ Սպարտակիս դուք։ Շնորհակալ եմ։ Դուք ինչպես եք մասնակցել։ Եվ խմբային, եւ մաստեր կլաս, եւ անհատական սերոփի հետ պատրաստեցինք եւ ավելուկը, եւ խոխոբը, եւ բուլղարական միշմաշը։ Բուլղարիայից ես միացա իրենց մրցույթին մասնակցելու համար։ Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին Իսկուհի Համբարձումյանին, ում շատ մեծ ներդրումով այս անգամ խոհարարները մասնակցեցին։ Նայեք, 3 կրիտերիա էր, ես պատրաստեցի տավարի միս, բանջարեղեն եւ սիֆուդ, ծովամթերք։ Խոսենք շաքարային ծաղիկների մասին։ Հայտնի։ Այո, արդյոք շաքարային կոմպոզիցիաներն առհասարակ արվեստ են, թե տեխնիկա։ Գիտեք, նա արվեստ է, որտեղ մենք ստեղծում ենք բնություն։ Ես կասեի, որ շատ հիացրեցի բոլոր եւ մասնակիցներին եւ ժյուրի ստուգարք անցկացողներին, այնտեղ նկարներ, որ տրամադրել եմ, երևի 8 երկրների նախագահներ համաշխարհային, ինձ հետ ցանկացան իմ գործի մոտ նկարվել, դա ինձ համար մեծ պատիվ էր եւ երբ մոտենում էին, որ միասին նկարվենք ձեր աշխատանքի հետ, կային հանձնաժողովի նախագահներից, որոնցից մեկը ինձ գրանպրիներ շնորհավորել եւ նկարվեցինք, նա ես տեսնում եի հերվից ինչպես են նրանք մոտիկից նկարում այդ աշխատանքը, անկեղծ ասած, երբ ես խորանում եմ բնության մեջ, ստեղծագործում եմ, ես վերջացնում եմ աշխատանքս, հետ տպավորվում եմ այն ժամանակ, երբ որ դրանով հիանում են այն մարդիկ, ումը ես արդեն ուրախություն եմ պարգևել եւ ժպիտ, եւ մրցույթին ոսկե մեդալ, դա էլ շատ բարձր տիտղոս էր ինձ համար, ես շատ ուրախացա, երբ նրանք ասեցին, եթե նվիրում ես, մենք ուզում ենք ձեր հեղինակային աշխատանքը լինի, անպայման մասնակցեք եւ ունեցա այդ հնարավորությունը։ Տիկին Իսկուհի, խոսեցինք մաստեր կլասի մասին, հա, ինչ մաստեր կլաս է անցկացվել եւ արդյոք այդ մաստեր կլասը այն բոլոր մարդկանց համար էր, ովքեր մրցույթին էին մասնակցում, թե կար մեկ այլ ծրագիր։ Ծրագիր էր դա, որ նախապես մենք տեղեկացրել էինք, մեր մասին հայտարարություն կար իրենց էջում, ինչ մաստեր կլասներ պետք է անցկացնեինք մեր նկարներով, մեր ավանդական հալվան, որը ես ահագին աշխատանք եմ արել, դարձրել եմ իմը, այսպես ասած, եւ հեղինակային էր, եւ
կարամելից թել հալվա է պատրաստել, շատ հավանել էին եւ դա մատուցում էինք եւ ժյուրիի հանձնաժողովին եւ մարդկանց, ովքեր տեղեկացված էին, հանդիսատես էին, նստած դիտում էին մեր մաստեր կլասները, ինձ օգնեց եւ Սերոփը շատ արագ, իմիջիայլոց ասեմ, որ վերջերս ինքնուրույն պատրաստել էր եւ ուղարկել, շատ հիացա, որ մեկ անգամ տեսնելով նա պատրաստել էր դա։ Տիկին Իսկուհի, սովորաբար այսպիսի մի բան կա, հա, ենթադրենք, երբ գնում եք օտար երկիր, առաջին ինչ եք անում, դա ձեր համար պարտադիր պայման է, որ պետք է ուսումնասիրել երկրի խոհանոցը։ Անպայման։ Ծանոթանալ։ Իսկ արդյոք կարողանում եք բաղադրատոմսեր բերել եւ հետո օգտագործել արդեն հայկական խոհանոցում կամ միգուցե ադապտացնել հայկականի հետ։ Ամեն մասնակցություն դա դպրոց է, խոհարարների համար առավել եւս ռուշակագործները ծանոթանում են նոր տեխնիկաների, նոր աշխատանքների, արդեն միտք է առաջանում, թե ինչպես հաջորդ անգամ հանդես գալ։ Ամեն մասնակցություն տարբեր երկրներում դե մենք մասնակցում ենք Խորվաթիա, որը վաքսի ներկո է, Շտուտգարտ, համաշխարհային գավաթ մրցույթն է, Լյուքսեմբուրգ ունենք 2026 թվականին աշխարհի առաջնությունը է, դեպետ շատ հրավերքներ ունենք, Ֆրանսիա ունենք, եւ Ուզբեկստան հրավիրեցին, ես ամենտեղ հրավիրված եմ արդեն ժյուրիի հանձնաժողովում, ուղղակի միջոցներ չունենք, պետական աջակցություն չունենք եւ չենք կարող ամենտեղ գնալ։ Իսկ ամեն նոր մրցույթի մասնակցելիս նոր բաղադրատոմս եք մտածում ու ինչքան ժամանակ եք աշխատում այդ բաղադրատոմսի վրա, թե մեկ բաղադրատոմս, այսպես ասած, պատրաստի ունեք մրցույթներին մասնակցելու համար, որովհետեւ դա բավականին ներկայանալի է։ Քանզի խոհանոցը անծայրածիր է ու ստեղծագործ լինի մարդու համար բավականին լայն հնարավորություններ է տալիս ու լավ մասնագետը երբեք նույն բաղադրատոմսով երկրորդ արենա չի գնում։ Ունենում ենք մեր հեղինակային ուտեստները, գուցե նաև ինչ-որ ուրիշ տեղից վերցված եւ ձևափոխված, սարքված հեղինակային, բայց ամեն մրցույթին ներկայանում ենք յուրովի։ Իսկ Իսկուհի ամեն մրցույթ ունենում է սովորաբար իր չափորոշիչները, հա, ինչպիսին էր այս մրցույթը, ինչ պահանջներ կային հստակ։ Այս մրցույթին հիմնական չափորոշիչը այն էր, որ պետքա ներկայանայինք առավելագույնս գերագույն կարգավիճակով այս մրցույթին նախ ասեմ, որ որպես հրուշակագործ չեմ ներկայացրել փորձարկման տորտ, ինչը պահանջված չէր, բայց մրցույթներ եղել են, որ ասենք փորձարկման տորթեր են եղել եւ ես կիրառել եմ իմ իսկ հեղինակային տորթերը Վերջերս օրինակ Դիլիջանում կանալիք մրցույթին ես ներկայացրել էի մեկ դեգուստացիոն տորտ, որը իմ հեղինակային տորտն էր եւ 50 բալից հավաքել էի մոտ 50 բալ։ Այսինքն այս մրցույթին դուք ներկայացրել եք արտաքին տեսքը, այսպես ասած։ Այո, արտաքին տեսքը, որը հիմնականում, այսպես ասեմ, ժամանակատար է, երկար ժամանակ է պահանջում եւ ես դա չեմ կարողանում խմորով պատրաստել, բայց ուտելի նյութերից պետք է տեղափոխելը դժվար է։ Եթե մենք օգտագործենք փրփրապլաստ այսպես ասեմ, պենոպլաստ։ Եթե դա օգտագործենք, ապա մենք նույնիսկ դիպլոմ չենք կարող ստանալ մրցույթին։ Անպայման ստուգում են, թեկուզ դանակով են կտրում կամ մի փոքր հատված ծակում են, նայում են մեջը, եթե տեսնում են այլ նյութերից է բաղկացած, ոչ ուտելի, ապա հեռացվում են, այսպես ասեմ, ոչինչ չեն շահում։ Ինչը ձեզ տպավորեց մյուս մասնակիցների մեջ, կար որևէ երկրի ներկայացուցիչ, ումից դուք տպավորված եք շատ եւ նրա պատրաստած բաղադրատոմսը մեծագույն հաճույքով կպատրաստեք կամ կփորձարկեիք։ Քանի որ մրցույթային էր այդ ամեն ինչը, մեզ համար ամենալավը մեր պատրաստածն էր, հա, բայց ընդհանուր բոլորն էլ շատ համեղ տեսքով մրցույթային այդ խումբը շատ պատրաստված էր եկել, էլի, եւ մենք էլ շատ դժվարությամբ գրավեցինք մեր հորիզոնականները, երրորդ, առաջին այո, առաջին անգամ մասնակցելով ու շատ մեծ դժվարություն է, որովհետեւ Եվրոպայում
իսկական եվրոպական ստանդարտներին համապատասխան մրցույթեր ինքը, էլի։ Շնորհավորում ենք ձեզ, մաղթում ենք նորանոր հաջողություններ, իսկ մենք հիշեցնենք, որ մեր տաղավարում էին Իսկույն Համբարձումյանը, Սպարտակ Նազարյանը, Սերո Պարաքերյանը, Վանուհի Սարգսյանը, ովքեր որ վերադարձել էին Զագրեբից, վերադարձել էին մրցույթից եւ բազմաթիվ մեդալներով։ Շնորհակալություն զրույցի համար, մենք միասին գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։